Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչպես արդեն ասացի, շարունակում ենք մեր առավոտյան ծրագիրը, բայց արդեն ես իմ Անուշ Հայաստանի խորագրում կամ մեջում Եվ իրականում ուզում եմ անդրադառնալ շատ կարևոր թեմայի, որը այս վերջերս հատկապես դարձավ լայն քննարկման թեմա, հումորի վերածվեց իհարկե, բայց ասում եմ թեման շատ լավն է, եթե մենք կարողանանք դրան ճիշտ դիտարկումներ անել, հիմա Դավիթի հետ միասին կկիսվենք, խոսքս կրթությունը նորաձև է կամ կրթվելը նորաձև է, այս վերջին նորաձև թեմայի մասին է, այո, իմաստը կորցրած, իրականում ես ասում եմ ով է կասկածում, որ կրթությունը նորաձև է կամ մեկը, որ դրա հետ ունի անհամաձայնություն, կամ կասկած, կամ կարծում է, որ այն նոր պիտի լինի նորաձև։ Մենք անընդհատ լսում ենք տարբեր մարդկանցից, ովքեր ասում են կրթությունը միշտ է նորաձև եղել եւ անշուշտ, այսինքն դու հասկանում ես, որ նախ քաղաքակիրթ հասարակություն ունենալու համար արտահայտության հետ կրթվելն է նորաձև, ապա կրթությունը նորաձև է, ինքը абսուրդ արտահայտություն է, իմ կարծիքով կրթությունը պարտադիր է։ Այո։ Այո։ Եվ ով չկրթվի, մեթոդիկի մեթոդով է, այո, ինչ է նշանակում կրթությունը նորաձև է։ Կրթությունը երբեք չէր հնացել, ինքը միշտ նորաձև է, բայց այդ արտահայտության հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, որովհետև եթե մենք պետքա մենք ասելով, եթե պետքա, չգիտեմ, ղեկավարությունը, կառավարությունը, եթե պետքա նորաձև բառը օգտագործի, որպեսզի կարողանա, ասենք, չգիտեմ, հասարակությանը կրթել, Բայց ինչու նոր, օրինակ եթե դու կրողն ես այդ գաղափարի, քո առաջին իսկ օրից, եթե դու հայտնվում ես ինչ-որ տիրույթում որպես ղեկավար, անկախ դրանից ինչ կառույց ես ղեկավարում, եթե դու դրա կրողն ես, օրինակ կրթությունը դու առաջին իսկ օրից չես անում, դու սպասում ես 7 տարի անցնի հետո։ Ես հիշեցի Կարեն Դեմիրճյանը ինչպես էր խոսում կրթության մասին, այո, ինչպես նախ իր խոսքի կերպը որքան գեղեցիկ էր եւ կրթված։ Նախ մատուցման ձևը։ Եւ հիշում ես ոնց էր ինքը խոսում մանկավարժների մասին։ Այո, իհարկե։ Հիմա այ հենց այդ, որովհետեւ ես միշտ շատ, այո, միշտ շատ գնահատել եմ Կարեն Դեմիրճյանի խոսքի կուլտուրան, երևին ազդեցիկ խոսքը եւ այն գեղեցիկ հայերենը, այո, որով միշտ կարելի է իհարկե հիանալ, բայց ինչի այս հարցը հատկապես բարձրացավ եւ ինչի կան մարդիկ, որոնց կողմից երբ հնչում է, դու հասկանում ես, որ ինքը դրա կրողն է, եւ կան մարդիկ, որոնք հնչեցնում են այդ արտահայտությունը եւ դու հասկանում ես, որ ինքը առանձնապես չի էլ հասկանում կամ դրա կրողը չէ։ Օրինակ, հիմա ես ասում եմ ամենապրոզայիկ օրինակներով կբերեմ, Դավիթը ինձ կշտկի, սխալվում եմ թե ճիշտ։ Հետո կանդրադառնամ հստակ ինչպես նորաձև դարձնել ինչ որ բան։ Հիմա մենք խոսում ենք կրթության մասին, բայց առհասարակ ինչպես այն նորաձև դարձնել։ Սկսած սաներվածքից սիրելի հեռուստադիտողներ անդրադառնալու եմ, որ շատ դիպուկ փորձեմ նկարագրել կամ բացատրել ասածս։ Հիմա նայր Դավիթ, երբ դու շատ երիտասարդ էիր, մարդիկ խոսում էին օրինակ սիրո մասին, քանի դեռ դու չես սիրահարվել, չես հասկանում, չէ՞ դրա։ Իհարկե չես իմաստը։ Եվ երբ ես սկսում օրինակ ընկերներիդ միջավայրում խոսել սիրո մասին, երբ արդեն թիթեռնիկները փորիդ մեջ են։ Այո։ Միջավայր քեզ հետաքրքիր չէ։ Հաջորդ օրինակը։ Դիլետանտ ես այդ ժամ մինչև այդ։ Անգամ ծիծաղելի կարող է թվալ քեզ։ Հա, որովհետև դու խոսում ես զուտ քո լսածի մասին։ Այո, ապրես։ Այսինքն մենք երբ ինչ որ հարց բարձրաձայնում ենք, եւ տենց ոգեվորված, իսկ ակնհայտ երևում է մարդը ոգեվորված է թե չէ, նշանակում է դու արդեն կրողն ես։ Երևում է իդեպ աչքերից։ Հիշում եմ ես Դավիթին, այո, Դավիթին բազմիցս ասել եմ այս մասին, ասում եմ հիշում եմ, որ փոքր ժամանակ երբ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները սեղանի շուրջ խոսում էին առողջությունից եւ մաղթում են առողջություն, անընդհատ այդ փոքր տարիքում ասում են չեն ուզում ես մարդիկ ինչի են անընդհատ առողջությունից խոսում, ասում են խաղաղությունից, այո, պատերազմ չլինի։ Բայց երբ դու մեծանում ես ու հասկանում ես, որ քո առողջությունը որքան կարևոր է, որովհետև երբ կորցնում ես, կարևոր է ոչ թե միայն քեզ համար, այլ կարևոր է, որովհետև երբ դու ունես երեխաներ եւ պատասխանատու ես նրանց համար, դու ուզում ես առողջ լինել, որպեսզի իրենց հասցնես, ինչպես ասում են, իրենց նպատակին։ Եվ դու գալիս ես ինչ-որ մի տարիք, երբ խմում են առողջության մասին կենացներ, արդեն տարօրինակ չես նայում, որովհետև դու հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Ես ուզում եմ ասել, որ մարդը միշտ այն է, ինչի մասին խոսում է։ Այդ ուզես թե չուզես այդպես է։ Ուզես թե չուզես։ Երեխան օրինակ խոսում է ինչ որ ուտելիքից, խաղալիքից, ինչ որ խաղից, որովհետև ինքը դրա կրողն է։ Եթե օրինակ մենք 7 տարի անց լինելով առաջատար դեմք, հա, եւ իհարկե ունենալով մեծ հնարավորություն ինչ որ X երևույթներ քարոզելու, սկսած անգամ հագու կապից, վերջացրած սաներվածքից, մենք տեսնում ենք, հա, որ մարդիկ օրինակ պրինցեսա Թագուհի Ձիաննան ոնց էր ինքը հանրության մոտ այնքան սիրելի, որ մարդիկ իր նման էին ուզում սաներվածք ունենալ, իր նման հագնվել
Եվ ինքը կրողներ այն գաղափարների, որի մասին այդքան տարածում էր եւ ակնհայտ մարդիկ տեսնում են ինչի էր հանդրությունը այդքան բացառիկ սիրով նրա հանդեպ, որովհետեւ այն ինչ ինքը անում էր, ինքը իսկապես այդպես զգում էր եւ կրողներ դրա։ Հիմա երբ մենք խոսում ենք կրթության նորաձևության մասին, նայեք, ինչպես եւ օրինակը բերում ենք, երբ ծնողն ասում է կարդա երեխային, բայց ինքը չի կարդում, երեխան չի կարդալու։ Ինչպես ինչ որ մի բան դարձնել նորաձև, ժողովուրդ։ Հիմա օրինակ, եթե ես նստեմ ու երկար բարակ պատմեմ, ինչ ասեմ, լավ, ամենապրոզայիկ օրինակներն եմ ուզում բերել, երկար բարակ պատմեմ ինչ որ մազի սանրվածքի մասին։ Դե պատմի, հա։ Բայց ես հիշում եմ մազի սանրվածքի մասին, բայց քո մազը այդ սանրվածքի հետ կապ չունի, չի եղել այդ։ Չէ, բայց այդ մարդուն պիտի ընդունես։ Նարա Շլեպչյանը, մեր բոլորի սիրելի, վստահ եմ ձեր բոլորի այ կողմից սիրելի, երբ ժամանակին ինքն իր տեսակով, կեցվածքով սիրելի էր հանրության համար, ինքը կտրում էր իր մազերեն հայտնի կառեն եւ բոլորը ուզում էին կտրել։ Այսինքն, եւ դա նորմալ է, երբ դու գնահատում ես կամ ընկալում ես այդ մարդու կեցվածքը, եւ տարիներ ի վեր այդ մարդը կարողանում է ապացուցել, որ ինքը դրա կրողն է, հաջորդիվ նրա արարքները դառնում են ցանկալի երիտասարդության կամ մնացած կանանց վրա։ Հիմա եթե դուք ուզում եք օրինակ կրթվելը դարձնել նորաձև, ես դիտարկումներ եմ արել, Դավիթի հետ միասին կկիսվենք։ Ինչ ես կարծում, Դավիթ։ Կրթությունը նորաձև դարձնելու համար, որպեսզի ես վաղը որպես ուսանող կամ աշակերտ ուզենամ փոխանցողը լինել կրթության, նախ կրթվել, հետո ինչ պիտի լինի։ Օրինակ, եթե ուսուցչի եւ դասախոսի աշխատավարձը լինի շատ բարձր, երեխան կուզենա դառնալ ուսուցիչ։ Իհարկե։ Նախ երեխան կուզենա դառնալ ուսուցիչ, նախ ուսուցիչը մեծ սիրով ու ամենայն պատասխանատվությամբ կգա աշխատանքի եւ իր առաքելությունը, աշխատանքը գործը չէ, իր առաքելությունը պատշաճ մակարդակի կիրականացնի, որովհետեւ նաեւ ես այս դեպքում հասկանում եմ ուսուցիչներին, դա ամենաբարդ եւ ամենապատասխանատու գործն է մարդուն կրթելը, որովհետեւ այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք, սա անգրագիտության, տգիտության, անկրթության ու այդ ան բառը, որ հազարավոր բառերի կարելի է ավելացնել, այս ամեն ինչի շնորհքն է, դրա համար ես միանշանակ համաձայն եմ, ես կյանքում չեմ մոռանա այն տղային ֆիլմի գլխավոր հերոսին, երբ որ հարցեցինք քո հերոսը ով է, ասեց ուսուցիչը։ Իմիջիայլոց ովքեր ֆիլմը նայել էին, ասում են բացառիկ տաղանդավոր երեխա է։ Այո, որդիս էլ է նայել ֆիլմը եւ հավանել էին շատ եւ ասում էին, որ երևում է այդ երեխայի խաղացածից երևում է, որ ինքը եւ տաղանդավոր է եւ շատ կրթված տղա է։ Ես ասեմ այդ երեխան անգլերենով գրքեր էր կարդում 11 տարեկան է։ Դրա մասին, այո, ես քո հետ համաձայն եմ, պետք է պարտադիր ուսուցիչների աշխատավարձը շատ բարձր լինի, որպեսզի մենք ունենանք կիրթ հասարակություն։ Ինչի չի բարձր եւ ինչի մենք չունենք կիրթ հասարակություն, որովհետեւ եկեք ճիշտը խոսենք, այս թեմայով էլ կարող ենք մենք խոսել, որովհետեւ աշխարհին գերտերություններին, չգիտեմ, ավելի մեծամեծերին քաղաքական առումով Մեզ համար չէ, քաղաքական առումով, իրաց ձեռ չի տալի, որ հասարակությունը կիրթ լինի, որովհետև կիրթ հասարակությունը ինքը վախկոտ չէ, ինքը պատասխանատու է, ինքը Բացի դա ցանկով կգնա եւ կասի ես հարցերը ինչի չեն լուծվում, այսինքն կիրթ հասարակության հետ բավականին բարդ կլինի, իսկ կիրթ հասարակությունը ինքը հոտի է նման, կներեք հազար անգամ, բայց ինքը հոտի է նման, ոնց քշում ես, այնպես էլ գնում է։ Հիմա օրինակ, երբ որ ժամանակին, հա, Հոլիվուդը ամբողջ աշխարհի համար դարձել էր ցանկալի եւ բոլորն ուզում էին դառնալ դերասաններ, ինչով էր պայմանավորված, որովհետեւ Հոլիվուդում դերասանը կարող էր մի ֆիլմից աշխատել մի քանի միլիոն դոլար։ Եվ նաեւ տաղանդով, եւ նաեւ որակով ֆիլմի։ Բայց հիմնականում գումարով։ Խնդիրը ո՞րն էր, եթե դու հասկանայիր, որ դու լինես տաղանդավոր, անգամ օսկարակիր, բայց քո ֆիլմից աշխատելու հոնորարը լինելու է $1000, ես հավատացնում եմ, այդ մոտիվացիան մի անգամ սպառվում է։ Այո, այն անբռնած բոս ցանկությունը չէր լինելու, այդ նորմալ է։ Ոնց որ մեզ մոտ, եթե կհիշես շատ տարիներ առաջ, երբ երեխաներին հարցնում էին շատ տարիներ առաջ, ինչ ես ուզում դառնալ, կհիշես ինչ էին ասում։ Մինիստր։ Չէ, բիզնեսմեն եւ թիկնապահ։ Որովհետեւ սերիալները նաեւ այդ շատ դեպ եմ ասում, շատ տարիներ առաջ։ Չէ, շատ չի։ Ինչ շատ տարիներ ես ավելի շատ դες գնացի 90-ականների սկիզբ։ Մենք մեծ ենք, մի մոռացի։ Էդի մեզ համար շատ 90-ականներն։ Այո, բայց ոչ չեն ասում ուզում եմ դառնալ օրինակ ուսուցիչ։
կամ ուզում եմ դառնալ, չգիտեմ, զինվորական, որովհետև զինվորականը այնտեղ հող է պահում, իմիջիայլոց Դենի Դիդրոն ես վերջերս կարդում եմ, մի հետաքրքիր ձևակերպում է արել, ասում է պետությունը գնահատելու երկու մասնագիտություն չէր ասում, ոնց որ հիմա փորձեմ այսպես ասած հայերեն թարգմանել, երկու կարևոր անհատ ունի, զինվորականը եւ ուսուցիչը։ Ասես զինվորականը, որովհետեւ քո երկրի միակ պահողն է, իսկ ուսուցիչը այդ զինվորականին կրթողն է, որը պիտի հասկանա ինքը ինչի պիտի զինվորական դառնա եւ ինչի համար։ Դուք հասկանում եք, երբ որ մենք խոսում ենք ուսուցչի մասին։ Ես իմիջիայլոց այս օրինակը հենց այնպես չեմ բերում, որովհետեւ այնպես ինչպես դուք արժե զրկել եք ուսուցչին, ես հիմա քանի որ դուք կարող եք ասել, այս ինչական են, այն ինչական են, նախկին են, ներկա են, հիմա ասեմ, շատ տարիներ առաջ ապագայից ենք։ Շատ տարիներ առաջ, որովհետեւ սա այս վերաբերում է նաեւ այն որ ասում է ոչ վաղ անցյալին, բայց էլի անցյալին։ Հիշում ես, այսինքն ուսուցիչները պիտի օրինակ, չգիտեմ, ձայն բերեին, եւ ես հիշում եմ իմ հարևանուհին ու հլը չբերեին, աշխատանքից հեռացնում էին։ Իմ հարևանուհին, որը ասում եմ հիմա վստահ ասում եմ, ինքը մեկը Հայաստանում չի ապրում, էլ ոչ ման չեք կարանեք։ Իմ հարևանուհին աշխատում էր մանկապարտեզում եւ իմ երեխան հաճախում էր հենց այդ մանկապարտեզը, եւ ես հիշում եմ ինքը ինձ խնդրում էր, ասում էր ձեր անձնագիրը տվեք տանեմ այնտեղ գրանցեմ որպես X կուսակցական, բոլորս գիտենք ինչ կուսակցական, որովհետև մեզ ասում են եթե չբերեք գոնե, ամեն ուսուցչի վրա էլ իմիջիայլոց դրած էր ինչ-որ քանակություն։ Եվ այսինքն ուսուցչի հլը կերպարը, տեսեք ոնց էին արժե զրկում։ Այո, ուսուցչին պիտի վախենաս բարևես, ուր մնաց մի բան էլ տենց հաթաթատաս, ասես գիտես ինչ պիտի բերես։ Ուսուցիչը պիտի այնպեսի դիրք ունենա, որ հենց այդ տեսակ բան ասես, այ բուբենը վեկալի տա գլխիդ։ Դպրոցի տնօրենների մոտ ինչ էր կատարվում, ու առհասարակ։ Բայց զարմացած նայում ես արտահայտության վրա, բայց այո, քանի որ ուսուցիչը դաստիարակողն է մեր հասարակության միակ, որտեղ իրենից է սկսվում դաստիարակությունը, ուրեմն եթե ինչ-որ բան լավ չես հասկանում, պետք է ուսուցիչը ասես որովհետև այդպես սա բռնության քարոզ չի, սա դաստիարակչական մեխանիզմ է։ Դրա համար ասեցի, ձեռքով չի, այբենարանով։ Տարբերությունը որ հասկանում։ Որովհետև կարող է մեջի պարունակությունը լցվի գլխիդ, էլի, բախտդ բերի, այբենարանը լցվի գլխից սկսես անգամ հայերեն բանը խոսքը գնահատել։ Այն ժամանակ շատ կարևոր թեմայից խոսեցիր, այն ժամանակ, երբ որ ես իմ մտերիմներին եւ այլն, բարեկամ կլինի, ընկեր կլինի եւ այլն, ես ասում եմ, որ խնդրում եմ ձեր ձայնը մի վաճառեք 5, 10 եւ կամ ինչ որ X թվով, որովհետև սա ամենավտանգավոր վերջին է մեզ հանգեցնելու, ինձ ասում էին դե թելը լավ էր, ձեր, դե լավ է, մեկը իրանք են ընտրվելու, ես միշտ ասում էի, դպավոր իրանք են ընտրվելու, այդ մարդիկ հիմար չեն, որ մի քանի 100 միլիոն դոլար կամ մի քանի միլիոն դոլար գումար են բաժանում, այն առանց բաժանելու կընտրվեն։ Իսկ կրթված մարդուն օրինակ չէիր կարող վախեցնել, ասել գիտես ինչքա գրիչը կամերա ունի, կնկարի, կամ էլ ասեն քեզ աշխատանքից կհեռացնենք, որովհետև իմիջիայլոց օրենքը չէին ճանաչում։ Ու այդպես բոլորը դարձել էին ձայն բերող, ամեն մեկն իր հերթին։ Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ինձ ճանաչում են, ես կյանքում մի քիչ ակտիվ մարդ եմ եւ շատ անգամներ ինձ փորձել են ներքաշել նման ու բավականին մեծ գումարներով, այն շտաբի պետ, նման բաներ կար, չէ, որ արի մեզ համար աշխատի բան։ Ես կյանքում ոչ մեկից 10 դրամ, 100 դրամ, 1000, 5000, չգիտեմ, 1 միլիոն ոչ մի գումար վերցրած չկամ, ոչ մի ընտրությունների ժամանակ եւ ոչ մեկի համար աշխատած չկամ ու ոչ մի անգամ կյանքում քաղաքականության մեջ չեմ եղել զուտ ես եղել եմ օբյեկտիվ, մեկ-մեկ էլ իմ սուբյեկտիվ կարտիկն է։ Բայց ասում եք, քանի որ հիմա քաղաքականությամբ եթե չզբաղվեց քաղաքականությունը, քեզնով կզբաղվի։ Դրա համար մենք որոշել ենք անդրադառնալ ոչ թե քաղաքականությանը, այլ անդրադառնանք մեր Հայաստանին։ Երկու եւս դիտարկում ուզում եմ անել, որովհետեւ Դավիթը լավ հիշեցրեց Կարեն Դեմիրճյանի իր կերպարը եւ տեսակը, հիմա ուզում եմ անդրադառնալ, էլի ուղիղ համեմատական է կրթության հետ։ Գիտեք, կրթված մարդը միշտ ինչի են ասում կրթված մարդու հետ անգամ վիճելն է հաճելի, որովհետև ինքը միշտ գիտի չափի զգացողություն։ Ինքը այստեղից այն կողմ չի անցնում։ Հետո կրթված մարդու հետ վեճի ընթացքում նախ դու իրեն բացահայտում ես եւ ասեմ ավելին, շատ ուրիշ բաներ էլ ես բացահայտում քեզ համար արժե համակարգից ելնելով, որովհետև կրթված մարդու ասելիքը, մեջբերումները եթե մի քիչ կրթված չես կամ պակաս կրթված ես, քեզ մտածելու տեղիք են տալիս, չնայած որ պակաս կրթված ես, մտածելու տեղիք դժվար տա, բայց դե։ Այսինքն կրթված մարդու հետ ամեն ինչ եւ գործ դրա հետ հնարավոր է։ Ես չեմ ասում, որ կրթությունը միակ որոշիչն է մարդու որակի,
բայց կրթությունը իրականում ֆունդամենտալ շատ բան է տալիս ու փոխում եւ ասում եմ անկախ ամեն ինչից կրթված մարդու հետ միշտ հաճելի է։ Հիմա երբ մենք խոսում ենք կրթությունից, տեսեք, դու չես կարող քարոզել կրթություն, հատկապես եթե դու օրինակ ինչ որ X հարթակում ես եւ այդ հարթակի մասին էլ էսա խոսեմ, այսինքն դիրքի։ Դու չես կարող քարոզել, քանի դեռ դու ինքդ քո խոսույթի մեջ ունես կեցվածք ագրեսիվի, չվերահսկվող ժեստերի եւ ձևակերպումների։ Հասկանում եք, այն էլ բավական պատասխանատու ամբիոնից, որովհետև իրարամերժ է դառնում, ինչպես նախորդ անգամ էր էլի իրարամերժ մեր իրականությունը։ Ես իմիջայլոց ամեն ոնց հասկացել եմ, ես իմ անուշ Հայաստանում բարձրացրած խնդրի վերջում պիտի ասեմ իրարամերժ իրականություն, որովհետև ուղիղ համեմատական է։ Խոսում ես կրթությունից, կրթության նորաձևությունից, գրքեր ես պահում երկիր նայիրի կամ չգիտեմ ինչ որ տենց ասելիք ունեցող գրականության, փոխարենը տակը ինչ է գնում ագրեսիա, կտամ կցբխեմ պատերին, պոլերին, կշպրտեմ, այս կանեմ, մենք անեմ, կտապորեմ, կչագուչեմ, չէ, տապորել չէր, կչագուչեմ, էդի շունն էին տապորել, մոռացել եմ։ Ինչ որ sense ձևակերպումներ է հնչում, օրինակ, եւ ամենատարբեր, անգամ ասիկն երբ հետեւում ես իմիջայլոց այդ քննարկումներին, դու հասկանում ես, որ այնտեղ բացի իրար վիրավորանքից, իմիջայլոց մի քիչ էլ այտենց բավական ենթատեքստերով ցինիզմի հասնող ինչ որ բովանդակություններին եւ էական չի է, մենք հասել ենք նրան, որ դա տղամարդն է անում կնոջ հանդեպ։ Չկա ինչ որ տես մի գիծ, որտեղ լավ էլի կինը իրեն թույլ տվեց, բայց տղամարդը թույլ չի տա։ Հիմա այս ֆոնին, եթե մենք խոսում ենք կրթության նորաձևությունից, այդ նույնն է, որ ասում եմ, տանը հայրը հարփի, երբևէ կրթված չլինի, դիպլոմ չունենա, կորցրած լինի դիպլոմը, բայց երեխային ասի դու պիտի կրթվես եւ դա ասի օրինակ տենց հարփած գատուն ասի բալիկ ջան կրթությունը շատ կարեւոր է դե արի երեխա հասկացի հիմա կրթությունն է կարեւոր թե հարբեցողությունը տենց չի լինում այսինքն դու կամ օրինակն ես ասածիդ կամ ավելավ է չասես եւ հիմա սրա վրա մի օրինակ բերեմ որ ավելի պատկերավոր լինի եւ ամփոփենք Դավիթն էլ հաստատ կփաստի որ այդպես է անունը հայերեն չգիտեմ ճոճանակ է հայերեն բերում բայց ճոճանակը չի երևի ռուսերեն ավելի լավ կհասկանանք կամ կպատկերացնենք կհիշես այն մայտնիկները այն որ sense պահում են ինքը sense մի թելի վրա հա ինքը sense գնում է գալիս է հիմա ես մի անգամ ուսանողներին եմ համալսարանի այդ օրինակը բերել այս որ պահում եք ժողովուրդ հա sense անշարժ ինքը sense գնում է գալիս է չէ ճոճվում է տարբեր ուղղություններով մի քիչ վերև այդ թելը ավելի պակաս է ճոճվում մի քիչ վերև ավելի պակաս է ճոճվում դե վերևում ձեռքը լրիվ անշարժ է դուք տեսել եք այսինքն եթե վերևում ես սա թափահարեմ այս ձեռքս այդ պատկերացումը չէ ինչ քաոս կստեղծվի այդ խեղճի հետ այդ մայտնիկի հետ հիմա սա ուղիղ օրինակ է ես ձեզ ասեմ քանի դեռ դու ներքևում ես այսինքն ասել է թե ղեկավար չես պատասխանատու չես պաշտոն չունես դու քեզ կարող ես թույլ տալ շարժվել, տեղաշարժվել, ինչպես ուզես եւ ինչքան ուզես։ Ինչքան դու վերև ես բարձրանում, այնքան քո շարժը պակասում է։ Սկսում է գնալով պակասել։ Էդ էլ դրա գինն է, ինչպես ասում են։ Եվ այդ շարժը ամենավերևում կանգնող մարդը, ամենավերևում կանգնող մարդը, այ որ պահեք կտեսնեք, տանը փորձեք։ Իմիջիայլոց մի սովորական մատանիով էլ է հնարավոր դա անել։ Ամենավերևում կանգնող մարդը այս ձեռքը լրիվ անշարժ է։ Սա ենթադրում է, որ ամենաբարձր հարթակում կանգնած մարդու խոսքը սահմանափակ է, բարկությունը սահմանափակ է, պահվածքը սահմանափակ է, շռայլությունը սահմանափակ է։ Ամեն ինչը սահմանափակ է։ Այո, եթե տակը գտնվող մարդը իրեն կարող է թույլ տալ տենց դուրս գալ կասկադում 100,000 հոգու մեջ, իրեն թույլ տա ինչ-որ կեցված գնստի վեր կեննա ուտի խմի, ոչ, ամենավերևում կանգնած մարդը սկսում է սահմանափակվել եւ ուզենք թե չուզենք, ամեն մի երևույթ իր գինն ունի, ինչպես ասում են։ Մենք ամեն ինչի համար ինչ-որ գին ենք վճարում, սիրո համար էլ ենք գին վճարում, կրթության համար էլ ենք գին վճարում եւ առողջության եւ ինչու՞ չէ ֆինանսական գիշերները չենք գնում, կարդում ենք, գումարներ ենք ծախսում, որովհետեւ հասկանում ենք, որ կրթությունը կարեւոր է։ Ես այս իրարամերժ իրականության մեջ ուզում եմ հասկանալ մեզ մոտ եւ դա եղել է ոչ թե հիմա միշտ, ուզում եք անունը դրեք 27 տարի, ուզում եք անունը դրեք 30 տարի։ Ինչքան վերևում են հայտնվում, այնքան է շարժը մեծանում է։
Բայց հասկացեք մի բան, ամենավերևում կանգնած մարդու շարժը երբ մեծանում է, այս տակի քաոսը հազարապատկվում է։ Այդպես չի լինում ուղղակի։ Եթե դու ուզում ես ներքևում քաոս չլինի, այսինքն վերևում դու պիտի լինես անշարժ, սահմանափակված, կշռադատված, բառով, կեցվածքով, խոսքով, քարոզով, հնչեցրած արտահայտություններով։ Դու չես կարող օրինակ լինել ագրեսոր, այտենց, դու լինես, չգիտեմ, տենց անբարտավան, դու ունենաս օրինակ տենց ոչ վերահսկված խոսք ու կեցվածք, դու թույլ տաս քեզ այդ տեսակ շռայլ արտահայտություններ եւ ներքևում հայտնված մարդկանց ստիպել, որ իրենք օրինակ լինեն ավելի քաղաքակիրթ, գրագետ, ոչ միայն չես կարող, այլ նաև դրա իրավունքը չունես բարոյական, հասկանում եք, էլ չեմ ասում, որ չես էլ կարող, ունենաս էլ չես կարող միևնույն է, այդ քաոսը վերահսկել, եթե տանը մայրը չունի դիրք, հարգանք, հեղինակություն, օրինակ, այդ երեխաների անդասյարակությունը եւ դրսում նրա կեցվածքը, ինչ որ մի X պայից հետո անհնար է ուղղակի վերահսկել։ Եվ եթե դուք ուզում եք վերահսկել ձեր երեխային, օրինակ, կամ ձեր աշակերտին, դուք ինքներդ պիտի վերահսկված լինեք ամեն ինչում։ Մենակ այսպես են կարողանում այդ անել։ Հակառակ դեպքում բոլորը կարող են հանգիստ ասել, բայց դու դրա կրողն ես, որ քարոզում ես։ Այնպես որ քանի դեռ մենք ուսուցչի դերը, հենց ուսուցչի, էլ ավել չեմ ասում։ Ինձ համար դասախոսը եւ ուսուցիչը այդ ուսուցիչներն են։ Այսինքն կրթությունը փոխանցողը, առաջին հերթին կրթողը։ Եթե նրա դերը չի հասել ամենավերևի մակարդակին եւ այդ վերևում կանգնած մարդու համար այդ ուսուցիչը չունի այդ տեսակը ու մոդելը եւ ֆինանսապես եւ իմիջիայլոց կեցվածքով, հետեւաբար դու չես կարող խոսել կրթության նորաձևությունից, որովհետեւ դու ինքդ այդ կրթության ոչ փոխանցողին, ոչ էլ կրթությանը չես տալիս որևէ արժեք։ Մի խոսքով, եթե շատ կարճ ասենք, կրթությունը պարտադիր է եւ վերջ, եւ ուսուցիչների աշխատավարձը պետք է այնպես անենք, որ չգիտեմ մենք դա կարանք անենք թե չէ, բայց պետք է այնպես անենք, որ ինքը շատ բարձր լինի, որ նման խնդիրներ մենք չունենանք, չգիտեմ, 20-30 տարի հետո կամ 15 տարի հետո։ Այո։ Եվ առասարակ ամփոփելով սիրելի հեռուստադիտողներ, մի նախադասություն ընդամենը, եթե որոշել եք ձեզնից շատ պահանջել եւ ավելին փորձել ձեր մասնագիտության մեջ բարձրանալ վերև, միշտ հիշեք, եթե դուք ուզում եք քարոզել կամ փոխել այս աշխարհը ինչ-որ ձև, դուք պիտի սկսեք ձեզնից եւ այդ արտահայտությունը ինձ թվում է բացարձակ փիլիսոփայություն է։ Այ երբ դու կլինես իսկապես հեղինակություն, երբ քո խոսքը կլինի հավասարակշիռ, գեղեցիկ, սիրով լի, քո ժեստերը կլինեն ուղղակի նախանձելի, քո քայլքը կլինի նախանձելի, կեցվածքը, ընտրված բառդ, այդ ժամանակ ես հավատացնում եմ, չեք հասցնի փորձել նորաձև դարձնել կրթությունը, մարդը ինքը ձեզ նայելով կփորձի եւ կցանկանա նմանվել ձեզ։ Գովազդ մեր եթերում։